Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների ժամանակակից պահանջներին համապատասխան իրավական հիմքեր, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նշեմ, որ ներկայումս գործում է օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը ընդունվել է դեռևս 1994 թվականին եւ բնականաբար չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժակ ամբողջական կարգավորում։ Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլ նաև տեղացի ներդրողների ու ներդրումների վրա, եւ գիտենք, մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը տարածվում է միայն օտարերկրյա ներդրողների ու ներդրումների վրա եւ չի կարգավորում տեղացի ներդրողների հետ կապված հարաբերությունները։ Այսպիսով, նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները եւ ներդրողների իրավունքները եւ այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը, Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը։ Նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը իր երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ, ըստ որի օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ եւ առավել բարենպաստության ռեժիմը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ, այսինքն օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ակնկալելու Հայաստանի Հանրապետությունից այն նույն բարենպաստ վերաբերմունքը, որը Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է որևէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ։ Բացառություն նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի, հարկային ռեժիմի կարգավորումների եւ այլ միջազգային պայմանագրերի մասով։ Նախագիծը սահմանում է ներդրողների եւ ներդրումների պաշտպանության երաշխիքները, ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը եւ կայունությունը։ Նախագիծը սահմանում է այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժն ու փոխակերպումը, հողի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքները, վեճերի լուծման մեխանիզմները, արդարադատության մատչելիությունը եւ այլն։ Եվ չնայած նրան, որ նախագծում ամրագրված մի շարք իրավունքներ արդեն գոյություն ունեն այլ իրավական ակտերով, այնուհանդերձ նախագծի նպատակներից մեկն է նաև միավորել տարբեր օրենքներում եւ իրավական ակտերում ամրագրված ներդրողների իրավունքները եւ երաշխիքները եւ դրանք սահմանել մեկ իրավական ակտում ներդրողների համար պարզ, թափանցիկ եւ կանխատեսելի իրավական միջավայր ապահովելու նպատակով։ Ընդ որում, օրենքով սահմանված այս երաշխիքներից օգտվելու երաշխիքներից օգտվող ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ տվյալ երաշխիքներով, օրենքով սահմանված երաշխիքների ծավալում կատարված փոփոխություններից կամ դրանց վերացումից հետո 5 տարվա ընթացքում։ Նախագիծը սահմանում է ներդրումային խթանների, արտոնությունների տեսակները, դրանց նպատակները, բնույթը, կիրառման իրավական հիմքերը ու այլ մեխանիզմներ։ Մասնավորապես, ներդրումային խթանները կարող են լինել ֆիսկալ, հարկային մաքսային, ինչպես նաև պետական պարտադիր այլ վճարների գծով, ֆինանսական աջակցության, պարզեցված վարչարարության, ենթակառուցվածքային, հողամասերի ձեռքբերման աջակցության, ենթակառուցվածքի կառուցման կամ զարգացման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով։ Նախագիծը սահմանում է նաև ներդրումների ոլորտում ինստիտուցիոնալ շրջանակը, այդ ոլորտում կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները, ներառյալ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ լիազորող նորմերը։ Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ եւ կանխատեսելի իրավական միջավայր ժամանակակից միջազգայինորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը եւ մրցունակությունը, ներդրումային գրավչությունը եւ խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։ Շնորհակալություն այսքանը։ Հարցերի համար հերթագրում Սերգեյ Բագրատյան։ Չէ, ներողություն։ Արթուր Խաչատրյան։ Եթե իհարկե պարոն Բագրատյանը դեմ չի։ Պարոն Պապյան, դուք նշեցիք հողի նկատմամբ իրավունքների մասին, խնդրեմ կմանրամասնեք գյուղատնտեսական նշանակության հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումը պահպանվել է թե վերացվել ձեր ներկայացված նախագծում։ Շնորհակալություն։
Շնորհակալություն 11-րդ հոդվածը դրա մասին է, որտեղ ասվում է, որ ներդրողները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան կարող են Հայաստանի Հանրապետությունում հողի նկատմամբ ուներ սեփականության կամ այլ գույքային իրավունքներ։ Այս մասով այսքանը, մնացածը այլ օրենքներում փոփոխություններով այն տեսքով է ինչ որ կա, բայց ձեր կողմից նշված հարցը այս պահին արդիական է եւ ուզում եմ նշել, որ կառավարությունը մտադիր է ներկայացնել որոշակի այսպես ասած կանոնակարգումներ, որոնք որոշակի լրացուցիչ այսպես ասած հնարավորություն են տալիս մեզ որոշակի լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնել այդ process-ներից առաջ։ Այսինքն այն հնարավորությունները, որոնք այսօր կան, դրանք որոշակիորեն մտադիր են խստացնել, այսպես ասեմ։ Բայց այս օրենքում դրա մասին ձևակերպում չկա։ Արձագանք։ Ուղղակի հիշեցնեմ, որ ներկայիս գործող կարգավորումներով օտարերկրացիները ֆիզիկական անձիկ չեն կարող գյուղատնտեսական նշանակության հող որպես սեփականություն ունենալ եւ ակնհայտ է դա ինչի է մտել։ Հիմա եթե ներդրողը իրավաբանական անձ է, դեռ կարելի է ինչ-որ բան խոսել, բայց եթե ֆիզիկական անձն է ներդրող, ես հույս ունեմ, որ այս ձևակերպումը, որտեղ հստակ տարանջատումը չկա, չի բացի այն փոքրիկ սողանցքը, որը հետո կարող է դառնալ դարպաս, որ օտարերկրյա ներդրողները գան եւ գյուղատնտեսական նշանակության հողերը գնեն, հաշվի առնելով Հայաստանում չմշակվող հողերի մակերեսը, հողի այսօր բացածր արժեքը։ Դա որպես դիտարկում եւ երկրորդ, եթե կարող եք լրացուցիչ մի քանի տեղեկություն ասել, շատ երախտապարտ կլինեի, շնորհակալություն։ Շնորհակալություն, դուք ճիշտ եք, ես ընդհակառակը, ես ասում եի, որ մենք մտադիր ենք ել ավելի խստացնել։ Դուք, այսինքն այս օրենքի նախագիծը այդ մասով փոփոխություն չի նախատեսում, բայց մենք մտադիր ենք նույնիսկ իրավաբանական անձանց մասով որոշակի, այսինքն հիմա հնարավորությունը ազատ կա նոր կարգավորումներով միայն ներդրումային ծրագրի կառավարության կողմից ներդրումային ծրագրով հավանություն ստացած ներդրումային ծրագրի շրջանակում նոր կարող է իրավաբանական անձը ձեռք բերել։ Այսինքն հիմա օրինակ մենք ունենք Հայաստանում դեպքեր, երբ որ օտարերկրացիները գնացել են գյուղերում հազարավոր, հարյուրավոր հեկտարներով հողեր են առել 10-20 տարի առաջ առանց որևէ դժվարության ու այդ հողերը հիմա չեն օգտագործվում եւ չենք էլ կարողանում որևէ մեխանիզմով այդ մարդկանց այսպես ասած ուղղորդել որ ներկայացվեն հիմա մեր առաջարկով այդ հնարավորությունը լինելու է մի պարագայում երբ որ լինի կոնկրետ ներդրումային ծրագիր այսինքն ներդրումային ծրագիրը կգա կառավարություն հավանություն կարժանանա այդ դեպքում կկարողանա ձեռք բերել Եվ դա նաև այդ ներդրումային ծրագիրը չիրականացնել է այդ հնարավորությունը ուրեմն կսահմանափակի այդ հնարավորությունը հետագայում է միայն դա լինելու այս պահին ավելի հեշտացում չի նախատեսվում ոչ էլ դժվարացում բայց մեր մտքերը նրա մասին են որ ավելի կոնկրետ նպատակային դարձնենք շնորհակալություն Ջուլիետա Ազարյան Շնորհակալություն, պարոն Պապայան, բուն նախագծին գուցեև չի առաջվում բուն նախագծի հետ, բայց քանի որ խոսեցիք օտարերկրյա ներդրումների եւ ներդրողների ներգրավման մասին, տևական ժամանակ տարբեր զեկույցներում եւ հաշվետվություններում նկատելի է, որ շարունակում է Հայաստանի Հանրապետությունը մնալ որպես գրավիչ ուղղություն օտարերկրյա ներդրողների համար Եթե ունեք ձեր ձեռքի տակ հիմա տվյալներ, գոնե թե վերջին տարվա արտացոլված պատկերը օտարերկրյա ինչպիսի ներդրումներ ունենք եւ ուղղությունները, կոնկրետ որ ուղղություններում են ներդրումներ իրականացրել օտարերկրյա ներդրողները եւ բացի դա նաեւ առիթից օգտվելով կուզեմ մեր հայրենակիցներին լավ էս արձագանքի ընթացքում կասեմ։ Շնորհակալ եմ, օրես վիճակագրության կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա արդյունքները, որոնք հետևյալն են 25-ին 24-ի համար Հայաստանում ընդհանուր ներդրումները աճել են 88%-ով, մասնավորապես 24-ին հունվար-դեկտեմբերին եղել են 1 միլիարդ 185 միլիոն դոլար, իսկ 25 թվականին աճել են արդեն ասի 88%-ով դառնալով 2 միլիարդ 228 միլիոն դոլար մոտավորապես։ Ուղղակի ներդրումների մասով նշեմ, որ այստեղ ուրեմն
24-ին եղել է 131.6 միլիոն դոլար, 25-ին աճել է 360%-ով կամ 4.6 անգամ մոտավորապես, դառնալով 605.1 միլիոն դոլար։ Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են Միացյալ Նահանգները, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Սինգապուր, Շվեյցարիա, Ֆրանսիա, Մոլդովա, այնուհետև եւ այդպես շարունակվում է այդ ցանկը, պորտֆելային ներդրումները 106 միլիոն դոլար են եղել, դարձել են 565 միլիոն դոլար մոտավորապես, երևի թե այսքանը ընդհանուր առմամբ 25 թվականին արտացոլված բարձր տնտեսական աճը իր նաև ներդրումների էական աճով է նաև ապացուցվում է նաև դրանով այս հանգամանքը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, արձագանք։ Շնորհակալություն, թվերը իրապես ցցուն են եւ արդից օգտվելով երևի թե չէի կարող եւ ինձ չէի ների, եթե չնշեի եւ մեր հայրենակիցներին, հատկապես պոտենցիալ ներդրողներին եւ տեղական եւ օտարերկրյա հիշեցնել ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի համար, որը հիանալի գործիք է կարելի ասել եւ մեկ պատուհան սկզբունքով, որը 0-ից բիզնեսներին աջակցում է, գործարարներին, ներդրողներին աջակցում է 0-ից սկսել իրենց բիզնեսները եւ ցույց տանք այն ներդրողներին, ովքեր առաջիկայում պատրաստվում են ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետությունում, անվճար պետության աջակցության ներքո ստանան որակյալ ծառայություններ եւ աջակցության գործիքից օգտվեն ըստ էության։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես նաև դուք նշեցիք, թե ինչ ոլորտներում են, մի քանի ոլորտներ էլ նշեմ, ուրեմն Միացյալ Նահանգներից հիմնականում հանքագործական արդյունաբերություն, ծրագրային ապահովում, ծխախոտային արտադրսակների արտադրություն եւ շենքեր շինություններ եւ հիմնական մետաղների արտադրություն այս ոլորտներն են։ Լյուքսեմբուրգից խմիչքների արտադրություն, էլեկտրականություն, օդային տրանսպորտ, պահեստավորում, տրանսպորտային օժանդակագործունեություն, Ղազախստանում մետաղական հանքաքարի արդյունահանում եւ իրավաբանական հաշվապահական գործունեություն, Սինգապուրում մետաղական հանքի արդյունահանում, Շվեյցարիայի դեպքում մետաղական մեծածախ մանրածախ առևտուր, ավտոմեքենաների, մոտոցիկլետների եւ այլն, ծրագրային ապահովում եւ ծխախոտային արտադրսակների արտադրություն։ Այսինքն հիմնական 5 ուղղությունների խոշոր ներդրումային ուղղությունները ես ձեզ ներկայացրեցի։